Ինչպես եք վերաբերվում բանակում հոգևոր ծառայության լուծարմանը։ Պարզ աստեղ, որ դրանք եկեղեցու հետ պայքար են տանում, մտել են պատերազմի մեջ։ Բանակի վրայից ազնելու է միանշանակ։ Ասենք դու չես կարա Տեր հային ասես մեր հետ ես, մեր հետ չես, ծառայում ես, չես ծառայում։ Դա շատ վատ հետևանքներ է բերելու մեր համար։ Սենց ասեմ ձեզ, ինչքան ես գիտեմ, իմ տվյալներով, քանի որ շրջապատում ենք բանակում, վատ տրամադրություններ է բանակում։ Եթե գտնում են այդպես է պետք, ուրեմն այդպես է պետք։ Հոգևոր ծառայությունը որն է, որ այնտեղ տերտերներ էլ հա ծառայեն։ Ես ավելի լավ հոգևոր ծառայության մասին չխոսեմ։ Մեր եկեղեցականների շնորհիվ ես հոգևոր ծառայությունը չեմ էլ հասկանում ինչ է։ Չէ, ինչի լուծարվի, թող լինի, ինչի։ Էդ ժիոքուտ երեխեքին Իմ կարծիքով ճիշտ է, այդ պիտի լինի եւ կարծում որ իրենց պարտ կնա, որ ծառայեն երկրին, Հայաստանին։ Ես չեմ կարող ասեմ, գաղափար չունեմ, չնայած ծառայել եմ սովետական բանակին։ Մեր առաջի հարցի լուծումն ու մեր առաջի նվիրատվություն դա մեր հավատքն է։ Մենք հավատքի ուժերով ենք պահպանել աշխարհում, քարտեզի վրա մեր հավատքի ուժերով ենք պահպանել մեր երկիրը։ Աշխարհի զավթիչները այսօր քաղաքական քարտեզի վրա չկան։ Ինչու համար չկան, որովհետև նրանք այնպիսի ճանապարհ են բռնել, որ ժողովրդից հեռու են պահել։ Ուզում ես հավատամ, բայց իրավունք չունենք ասելու։ Մենք հավատքի ընդունված մարդ, մենք հավատքի նվիրված մարդ ենք ու հավատքը պիտի լինի մեր միակ մխիթարանք այսօր։ Շատ բացասական, որտեղ մենք շատ գնդերեցներ ենք ունեցել, նույնիսկ անհետ կորած գնդերեցներ ունենք, նույնիսկ ամերիկյան բանակում կա այդ խաչի, այսպես ասած, ազդեցությունը, հոգևոր ազդեցությունը, զորությունը եւ իրենց համազգեստի վրա, այնպես որ դա շատ մեծ հոգևոր հարված էր բանակի համար։ Ճիշտ ասած չեմ իմացել մինչև հիմա որ նման ծառայություն կա եւ չի լինելու նո բնականաբար ոչ մի գնահատական տալ չեմ կարող։ Շատ վատ, որովհետեւ դա դարից դար եկող բան է եւ մենք պետք է պահպանենք այդ ինստիտուտը պարտադիր իմ կարծիքով, դա իմ կարծիքն է, որովհետեւ դա ամրացնում է մեր բանակը, մեր բանակի ոգին ու մեր բանակի հավատքը։ Վատ։ Բարեր կան, որ ինքնին արդեն բացատրության կարիք չեն զգում, կարծում եմ։ Շատ հոգեբանական խնդիրներից կարող է օգնել ինչ խնդրեմ, ինչ վատ է դա։ Ճիշտ եք համարում, ես չեմ։